Այսօր պանելային քննարկում է տեղի ունենալու, որը հատկապես կապված է արցախահայության այսպես ասած խնդիրների, ինչպես նաև արցախցիների նկատմամբ ատելության խոսքի այսպես ծաղկեցման հետ։ Կուզեինք հարցնել, օրինակ դուք ինչպես եք նայում այդ հարցին եւ ինչպես պետք է լուծվի այս ի վերջո ատելության խոսքի տարածումը եւ հատկապես արցախցիների նկատմամբ։ Շնորհակալություն հարցի համար։ Ես պետք է ասեմ, որ այդ երևույթը վերջից սկսեմ ատելության խոսքը բավականին լավ ուսումնասիրված է եւ պետք է ասեմ, որ առանձնացնում են պետականորեն հովանավորվող ատելության խոսքը։ Այնպես մենք ճիշտ ենք, որ ոչ թե խոսքը գնում է պարզապես ատելության խոսքի մասին, այլ դա պետականորեն հովանավորվող ատելության խոսք է։ Երբ որ մենք ասում ենք, որ դա արցախցիների դեմ է, դա վերին աստիճանի, պես ասած, մասնակի նպատակ է։ Ես հիշեցնեմ, որ ատելության խոսքը ինքնին նա ունի բավականին հեռու գնացող նպատակներ, մասնավորապես սոցիալական անհամերաշխությունը, դա որը վտանգ է ներկայացնում իրենից պետական անվտանգությանը։ Տվյալ դեպքում մենք գործ ունենք հայ ազգությամբ հայերի նկատմամբ պարզապես մի այնպիսի ռասիստական դրսևորում, որի հիմքում ընկած է այդ անձանց, ինչպես դուք ասեցիք, արցախահայերը, այսինքն ծննդյան վայրի հետ։ Պետք է ասեմ, դες միջազգային մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը առանձնահատուկ նշում է այդ հատկանիշը, որ արգելված է խտրականությունը ընդհանրապես եւ մասնավորապես նշված է եւ ծնունդը, այսինքն ծննդավայրում այդպիսի խտրականություն։ Հիմա ինչ է նպատակը, կրկնում եմ, նպատակը բոլորովին էլ դա զուտ ու միայն արցախցիների չէ։ Նպատակը դա Հայաստանի Հանրապետության անվտանգության այնպիսի վտանգ, այնպիսի սպառնալիք ստեղծել, որը դրսից չէ։ Ինչու? Որովհետև դա միշտ տալիս է հնարավորություն այդ մեղքը գցելու, օրինակ, ընդդիմության վրա, Ռուսաստանի վրա, նախկինների վրա եւ այլն։ Այնպես որ այդքան էլ հասցեագրված չէ զուտ Արցախից ստիպված բռնի տեղահանված մարդկանց հանդեպ վերաբերմունքի։ Եվ մի հանգամանք եւս այդ ատելության խոսքը, որը ուղղված է հենց արցախցիներին, բացատրվում է եւ այն հստակ իմացությամբ, մասնավորապես քաղաքացի Փաշինյան Նիկոլի կողմից, որ այնինչ որ տեղի ունեցել, հաստորեն ամբողջովին իր մեղավորությունն է։ Ես չեմ էլ ասում պատասխանատվությունը, դա մեղավորություն է։ Ես համոզված եմ, ուստի շուտ անպայման այդ կպարզաբանվի եւ դատական միջոցով, դատական գործընթացով ամեն մեկը կկրի այն իր մեղքի համաչափ պատիժը։ Տիկին Ալավերդյան, մի հարց էր, քանի որ Փաշինյանը այդ մետրոյի միջադեպը հավանաբար տեսել եք, ինչպես է խոսում Արցախյան հերոսի դստեր հետ, հետո փախածներ է անվանում արցախցիներին, բայց հաջորդ օրը օրինակ գնում է նույն Նիկոլ Փաշինյանը, սկսում է ուտել օրինակ ժինգյալով հաց։ Այդ դա ինչպես կորակեք։ Ես ասեմ ձեզ, դա ամենատիպային պես վարքագիծն է, ամենասկսած մանր մեքենայություններ անող անձից, միջև խոշոր մանիպուլյացիաներ, այդ թվում եւ պետական անվտանգությանը սպառնացող այդպիսի կեցվածք է։ Եվ որևէ մեկը պետք է չզարմանա, ես հիշեցնեմ, որ այդ անձնավորությունը ասել է, որ ինքը մեկն է 3 միլիոն վարչապետներից։ Եվ թողնելով մի կողմ դեր այդ ամենագրեհիկ դրսևորումը, որը ինքը ցուցաբերել է մետրոյում, ես պետք է հիշեցնեմ, որ ինքը եւս մեկ անգամ, երբ որ մի քաղաքացի իր կարծիքը ասում էր, նա
չգիտես ինչի մոռացել է, որ ընդամենը մեկն է 3 միլիոնից եւ ասել է, որ դուք ձեր կարծիքն եք ասում, իսկ ես պետության չարեչար սխալվում է այդ համեստությունը, որ ինքը ցուցաբերում է, խոսում է հենց նրա մասին, որ ինքը չգիտի ինչ է պետության ներկայացումը։ Պետության ի վերջո ինքնիշխանությունը դա իշխանության բաժինը չէ, դա զուտ բխում է ժողովրդից եւ դա գրված է մեր սահմանադրության մեջ։ Ինչ վերաբերվում է թե ինչ բառապաշար, ինչ շարժուձևեր մարմնի այդքան թափահարելը Ղարաբաղում ասում են իզինքը թափահարում է, այսպես իզինքը թափահարելը դա կրկնում եմ այն հստակ իմացությունն է, որ ինքն է հենց ամեն ինչի արմատը, ոչ թե զուտ 18 թվականից, այլ ինքը միշտ եղել է այդ գաղափարախոսության կներեք կրողը, այսինքն ինքը միշտ տարիներ շարունակ հայկական ժամանակ թերթում անընդհատ շեշտում էր, որ Լեռնային Ղարաբաղը դա Ադրբեջան է եւ այն ինչ որ տեղի է ունենում նսեմացնող բառապաշարով, նսեմացնող հացականներով նա բնութագրում էր ամբողջ Արցախյան Ղարաբաղյան շարժումը եւ Արցախյան ազատագրական պայքարը եւ անգամ այն որ արձանագրվել են ինչ-ինչ նվաճումներ նա հստակ թիրախավորում էր, որ դրանք ժամանակավոր բնույթ են կրում։ Այսինքն այս թիմը, այս առաջնորդի կներեք ղեկավարությամբ հենց 2018 թվականին եկել է հստակ ռազմավարությամբ եւ նպատակներով, այն է Արցախը օր առաջ հանձնել Ադրբեջանին, իսկ Հայաստանը դարձնել վարչական տարածքի նման միավոր, որը կդառնա Թուրքիայի կամ Թուրքիայի կցորդ Ադրբեջանի կցորդը։ Եվ ինքը դա իրականացնում է։ Այնպես որ ես պետք է ասեմ, մենք հստակ գործ ունենք շատ պղտոր գլոբալիստական կենտրոնների կողմից կառավարվող գործընթաց եւ պատրաստ է այդ անձնավորությունը ցանկացած ուժեղ ինչ-որ մի ղեկավարի մոտ ցույց տա, որ ինքը կարող է ենթարկվում է ուղղակի, որը մասնավորապես վերջի այդ հանդիպումը Պուտինի հետ, երբ որ ինքը ինչ-ինչ համատեքստի մեջ ասել է, որ սկզբից Պուտինն է ասել, որ Արցախը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանը։ Կներեք, պետք է հետաքրքրվենք, իսկ Զիմբաբվեի նախագահը ինչ է ասել այդ առումով եւ եթե չի ասել պատիվ պահանջենք տեսեք հստակեցնենք որ քաղաքական անմեղսունակության այդ դրսևորումները խոսում են որ ինքը ինքնուրույն չէ գործում ուրիշ է որ դա իր գաղափարախոսության հետ համընկնում է բայց որ ինքը որևէ առումով չի վտանգ չի զգում Հայաստանի Հանրապետության ժողովրդի կարծիքից եւ ամբողջովին իր ճակատագիրը կապում է ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների հետ, որտեղ վերին աստիճանի հստակ դերակատարություն ունի Թուրքիան։ Այնպես որ ես կարծում եմ մենք պետք է օր առաջ ոչ թե անընդմեջ խոսենք մեկ անձի մասին կամ մեկ թեմի մասին, այլ մենք պետք է հստակեցնենք, որ ակադեմիական հանրությունը, գրագետ խավը, նա անգործության է մատնվել եւ թույլ է տվել միջև անգամ շատերը, այսպես ասած, ասում են մենք սխալվել ենք, հավատացել ենք, ինչին եք հավատացել դու ժամանակահատվածում։ Վերջի դիտարկումս այն, որ այդ անձնավորությունը ոտնահարում է սահմանադրությունը, օրենսդրությունը, կարծես թե նորություն չի, բայց կներեք, նա ուղղակի ոտի տակ է տվել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարքագծի կանոնագիրքը գոյություն ունի։ Ես խորհուրդ եմ տալիս բոլոր լրագրողներին անպայման ծանոթանալ։ Դուք կտեսնեք այնտեղ
ինչպիսի չափանիշներ են գրած եւ ինչ արհամարանքով վերաբերվեց հենց այդ կուսակցության ղեկավարը, այսինքն որևէ առումով, որևէ ձևով փնտրել, թե նա երբ կանգ կառնի կամ որտեղ է, ինչպես ասում են, իր կարմիր գծերը, դա սին հույսեր է, բացարձակապես նա ոչ մի կարմիր գիծ չունի, ինչու, որովհետև ինքը եկել է իրականացնելու այն նպատակները, որ ինքը բացի ասում է, անում է, եթե ինչ-որ մեկը չի հասկանում, ապա նրանք պետք է դիմեն համապատասխան բժշկներ։